Բարև ձեզ եւ բարի գալուստ ազգային հարթակ։ Այսօր իրական զրույցի երկրորդ թողարկումն է եւ մեր հյուրն է հայկական ընտրության անդամ Արմեն Աղայանը։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Աղայանի հետ այսօր խոսելու ենք Արցախյան գործընթացի կարգավորման մասին, բանակցային գործընթացի մասին եւ փորձելու ենք անդրադառնանք մի շարք հարցերի, որոնք անցել են մեր կողքով։ Մասնավորապես օրեր առաջ հրապարակվեցին որոշ փաստաթղթեր Արցախյան հարցի շուրջ եւ տեղի են ունենում տարբեր մանիպուլյատիվ քննարկումներ այս թեմայով։ Այդ իսկ նպատակով մենք կզրուցենք պարոն Աղայանի հետ, որովհետեւ մեր խնդիրների հիմնական աղբյուրը գիտելիքի եւ ինֆորմացիայի բացակայությունն է։ Պարոն Աղայանը քաջատեղյակ է այդ գործընթացից եւ մենք անդրադառնալու ենք բանակցային գործընթացի քաղաքական ասպեկտներին։ Մի կողմ ենք թողնելու իրավական ձևակերպումները, որովհետև ըստ էության մի բան է պարզ դառնում, այս բոլոր տարիների ընթացքում հայ ժողովուրդը որևէ գաղափար կամ կարծիք չի ունեցել, թե իրականում ինչ է կատարվում կուլիսներից այն կողմ, եւ այսօր մենք փորձելու ենք խորքային առումով անդրադառնալ այս հարցին։ Պարոն Աղայան, դուք ըստ էության Արցախյան շարժման անմիջական մասնակից եք եւ բազմաթիվ գործընթացների անմիջական մասնակից եք եղել, ուստի կխնդրեմ հենց քաղաքական տեսակետից եւ քաղաքական բովանդակության տեսակետից անդրադառնալ, թե իրականում ինչ էր իրենից ներկայացնում Արցախյան հարցի շուրջ այդ բանակցությունները, բանակցային գործընթացը եւ արդյոք մենք կարող էինք այդ իսկ գործընթացում որևէ դրական ակնկալիքներ ունենալ, որովհետեւ գաղտնիք չէ, որ այսօր հայկական քաղաքական դաշտում խոսույթի հիմնական մասը շեշտված է այն կետի վրա, թե իրականում երբ պետք հանձնվել եւ իրական խոսակցություն չկա, իսկ ինչ պետք էր անել, որպեսզի Հայաստանը եւ Արցախը իրապես դառնային կենսունակ պետություն։ Այո, ցավալիորեն օրակարգը այսպեսի տարօրինակ ձևակերպում է ստացել մեր պարտությունից հետո։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ես դրա հետ ոնց որ ավելի սերտ սկսեցի առնչվել որպես ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամ, դրա քաղաքական քարտուղարն էի մի որոշ ժամանակ, մի քանի տարի, բայց ճիշտ եք ասում, որ բազմաթիվ սխալներ կամ մեկնարկային ինչ-որ վատ հանգամանքներ, դրանք ձևավորվել էին ամենասկզբից դեռևս անկախացման առաջին օրերից, անգամ անկախությունը տեղի չունեցած, արդեն հայկական կողմը բազմաթիվ կոպիտ սխալներ էր թույլ տալիս, որոնք հղի էին հետագայում մեզ համար շատ վատ հետևանքներով։ Մասնավորապես այն դավաճանությունը, որ ՀՀՇ-ի ղեկավարությունը նոր իշխանության եկած, բայց դեռևս ոչ անկախ Հայաստանի ՀՀՇ-ական ղեկավարությունը, արդեն տեսնելով սովետական միության փլուզման շատ մոտ հեռանկարը, հանկարծ հասկացել էր, որ լինելու է պատերազմ, Ադրբեջանը այդպես չի թողելու, լինելու է պատերազմ, եւ այդ պատերազմի արդյունքում ամենայն հավանականությամբ Արցախը շատ արագ գրավվելու է Ադրբեջանի կողմից, եւ այդ գրավվելու արդյունքում Հայաստանը կարող է դառնալ պատերազմի կողմ եւ հետագայում պատերազմը տեղափոխվի նաեւ այդ խորհրդային Հայաստանի կամ ինչպես այսօր ասում են միջազգայինորեն ճանաչված հայկական տարածքը նույնպես ներգրավի այդ պատերազմին։ Եվ դա համարել էին, որ չէ, դա շատ սարսափելի հեռանկար է, Արցախը միևնույնն է, կարծես թե չենք կարողանում փրկել, հետեւաբար մեզ պետք է այնպես անել, որ Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա չլինի Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։ Իսկ ինչու դա պետք է լիներ Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա, որովհետև դեկտեմբերի 1-ին 89 թվականին կայացվել էր մի որոշում, որ Արցախի ազգային խորհուրդը եւ Հայաստանի գերագույն խորհուրդը հռչակել էին վերամիավորում եւ արդեն այդ Հայաստանն էր, որ պիտի անկախանար այդ առաջիկա օրերին 91 թվականի սեպտեմբերին պիտի անկախանար եւ փաստորեն հայկական ընկալմամբ այդ հարձակումը Արցախի վրա դա պետք է լիներ հարձակում Հայաստանի վրա։ Ըստ էության մենք այդ խոսույթը ժամանակակից հայ երիտասարդության եւ համար մեզ նորություն չէ։ Մենք այդ խոսույթին իր վատագույն դրսևորումով ականատես ենք եղել 2020 թվականից մինչև օրս եւ մասնավորապես 2023 թվականին, երբ Արցախին թողեցինք մենակ, այդ կեղծ արդարացումը կար, որ դուք ցանկանում եք արդյոք Հայաստանի Հանրապետությունը ներքաշվի պատերազմի մեջ։ 91 թվականին իրադարձությունները ի օգուտ մեզ կարծես թե ընթացք ունեցան, այսինքն մենք չնայած մեր
այդ կեղծ անկախության թատրոնին մենք ստացանք պատերազմ, ինչը եւ սпасել էր, Ադրբեջանը իրոք ձեռքերը ծալած չնստեց, կարողացանք այդ պարտադրված պատերազմում տանել անհավատալի թվացող ֆիզիկական հաղթանակ գետնի վրա եւ կարծես թե դա պիտի այլ իրականություն ստեղծեր եւ պիտի այլ հնարավորություններ ստեղծել, այլ անդրադառնանք 94 թվականից հետո ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանը, հայությունը կարողացավ ֆիզիկական հաղթանակ տանել։ Ինչու 94 ինչ տեղ ունեցավ 94 թվականից հետո, երբ ֆիզիկական հաղթանակ տարած Հայաստանը ըստ էության շարունակեց շարժվել Արցախից հրաժարվելու իր տրամաբանությամբ։ Ամբողջ հարցն է, որ այդ հաղթանակը, որը չի կարելի հաղթանակ անվանել, կարելի է անվանել այսպես հաղթանակ ճակատամարտների հաղթանակ, այսինքն ինչ որ մի ժամանակավոր հաղթանակ, որովհետև պատերազմը այդպես էլ մնաց անավարտ։ Ես դրա համար ֆիզիկական բառը նշեցի այդ պահի գետնի վրա։ Պատերազմը իմաստով մնաց անավարտ։ Այդ հաջողությունները, այդ հաղթանակները ի հեճուկս Հայաստանի քաղաքական ղեկավարության էին։ Ի հեճուկս այն քաղաքական կուրսի էր, որը Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հենց առաջին օրվանից որդեգրել էր։ Եկեք պատկերացնենք, հա, Ալմաթայում ստորագրվում է համաձայնություն, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքները, Հայաստանը փաստացի ճանաչում է Ադրբեջանը, այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մյուսներն են ճանաչում այդ նույն Ադրբեջանը, միայն Երևանում վավերացման ժամանակ ինչ որ մի անհեթեթ կետ են ավելացնում, որը նույնիսկ վստահ չեմ փոխանցվել է մյուս երկրներին այդ կետը թե չէ։ Այսինքն ըստ էության Հայաստանի ղեկավարությունը որդեգրեց մի անհեթեթ քաղաքական գիծ, կարծելով թե դա միջազգային իրավունքի տեսակետից ճիշտ է, իրականում խայտառական գրագիտություն էր եւ փաստացի Հայաստանը հրաժարվեց Արցախի նկատմամբ որևէ հավակնությունից։ Դրանից հետո մենք մեր արդար պայքարը վերածեցինք հանցագործության միջազգային, դարձանք ագրեսոր, ճիշտ է ոչ անմիջապես, որովհետև սկզբից Արցախի բնակչության վրա կար մեծ սպառնալիք եւ մեզ ներվում էր, հա, եթե Շուշիից կրակում են Ստեփանակերտի վրա, մեզ ներում էին, որ մենք գնացինք գրավեցինք Շուշին, որովհետև այնտեղից կրակում էին Ստեփանակերտի վրա։ Երբ որ Քարվաճառից էին թշնամական գործողություններ կատարում Արցախի պես շրջապատված հատվածի դեմ, մեզ ներեցին, երբ որ մենք, ասենք, նախ Միջանցքը բացեցինք դեպի Գորիս, հետո Քարվաճառը ազատագրեցինք, դրանք մեզ ներվում էին, որովհետև դիմացը կար անվտանգային լուրջ հարց, Ադրբեջանը բոլոր ուժերով հարձակվել էր Արցախի բնակչության վրա։ Այսքանով մենք դեռ արդար էինք եւ դեռ իրավունք ունեինք ազատագրել, բայց տեսեք, Հայաստանը ամեն ինչ արեց, որ դա մնա այդպես էլ արցախցիների եւ առանձին կամավորականների պայքար, որ Հայաստանը ոչ մի դեպքում չմասնակցի այդ պատերազմին։ Անկամ երբ մարդուժի պակաս էր զգացվում, հատկապես 94 թվականի գործողությունների ժամանակ, փողոցներում 93-ի վերջից սկսվեց դա, փողոցներում մարդկանց բռնում էին, տանում էին Արցախ, բայց ասում էին, որ դրանք կամավորներ են։ Միայն թե հանկարծ Հայաստանը չվերածվի պատերազմի կողմի։ Սակայն հետագա բանակցությունների ժամանակ հենց այդ կեցվածքի պատճառով, որ մենք ճանաչել էինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ արցախցիների հարցը ներկայացնում ենք որպես ինքնորոշման իրավունք, իսկ դրան կա շատ հիմնավոր հակափաստարկ։ Ազգերն են ինքնորոշվում, ոչ թե բնակչությունները։ Օրինակ, ուկրաինական ազգը ինքնորոշված է, ռուսական ազգը ինքնորոշված է, Ղրիմը չի կարող ինքնորոշվել, որովհետև այնտեղ ինչ որ մի առանձին Ղրիմի ժողովուրդ չի ապրում։ Դոնբասը չի կարող ինքնորոշվել, որովհետև այնտեղ առանձին ժողովուրդ չի ապրում։ Այսինքն, այս անհեթեթությունը, որը գալիս էր ինքնորոշման լենինյան սկզբունքի սխալ ընկալումից միգուցե, կամ նույնիսկ այդ սկզբունքը կարող է ճիշտ է ընկալել, բայց միջազգային իրավունքի տեսակետից ինքնորոշումը ուրիշ ընկալում ուներ։ Դա հիմնականում վերաբերում էր գաղութային ժողովուրդների անկախացման, այլ ոչ թե երկու պետությունների միջև մեկ այլ պետության բնակչության, այսպես ազգային փոքրամասնության շահերի առիթով միջտարածքային, հա, միջպետական տարածքային վեճերին, սա հենց տարածքային վեճ էր եւ այդ տարածքային վեճը մենք պետք է տեր լինեինք հենց այդ տարածքային վեճին, պնդեինք, որ դա մեր իրավունքն է, որ դա ժամանակին մեզնից գրավվել է, որ սովետական միության ձևավորման ժամանակ, որը ինքնին արդեն Հայաստանի գրավում էր ենթադրում, ձևավորման ժամանակ այդ տարածքները մերն են եղել, Ադրբեջանինը հաստատ չեն եղել եւ բազմաթիվ այլ իրավունքներ մենք ունենք, այդ թվում Նախիջևանի նկատմամբ։ Այս ամեն ինչից հրաժարվել
մտածելով, որ սա մեզ կդարձնի ագրեսոր եւ ասել, այ մենք դեռ պաշտպանում ենք արցախցիների տարածքային ներողություն տարածքային չէ, ինքնորոշման իրավունքը, դա անգամ միջազգային իրավունքի տեսակետից անգրագիտություն էր։ Բայց այսպես գնացին բանակցությունները եւ Ադրբեջանը կարողացավ 10-15-20 տարվա ընթացքում մեզ պաշտպանվող արդար կողմից վերածել ագրեսորի, որը գրավել է իր տարածքի, չգիտեմ, քանի տոկոսը եւ պարտավոր է վերադարձնել։ Բարի, դուք նշեցիք այն բոլոր հաղթաթղթերը, որ կար իսկապես անկախության սկզբում Հայաստանի իշխանությունների ձեռքում եւ իրապես ազգային իշխանությունը ինչպես կարող էր այդ հաղթաթղթերը օգտագործելով պաշտպանել հայկական շահը եւ ընկալելի լինել ամբողջ աշխարհի կողմից։ Բայց 94 մինչև 94 թվական եւ հատկապես 94 թվականից հետո, երբ Արցախի այդ բանակցային կարգավորման հարցը ավելի լուրջ միջազգային հնչեղություն ստացավ, մենք գնացինք բոլորովին այլ տրամաբանությամբ եւ այդ հարցն է, որ շատ շահարկումների առիթ է տալիս եւ կուզենամ, որ մենք առանձին անդրադառնանք այդ բոլոր Հայաստանի 4 իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչի համար ցույց տալու համար եւ վերհանելու համար, որ դա նույն շղթայի տարբեր օղակներն են, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք, որ տեղի է ունենում այդ մեծահայության հանդեպ գործած մեծագույն դավաճանությունը, մեկը մյուսի գրպանը գցելու այդ փորձն է տեղի ունենում, երբ իրականության մեջ բոլորը ծառայել են այդ նույն հակահայկական քաղաքականությանը եւ պատահական չնշեցի, որ հիմա քննարկվում է թե երբ էր ավելի ճիշտ հանձնվել։ Եվ երևի սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից, ով իշխանությունից հեռանալով պնդում էր այդ հայտնի հոդվածը, դրան մանրամասն չանդրադառնանք, ձեր հետ անձնական զրույցներում եւ մասնավորապես քաղաքագետ Մամել Սարգսյանի հետ զրույցներում դուք երկուսդ մի շատ կարևոր հարց եք բարձրացրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ գրում էր այդ հոդվածը, Ադրբեջանի կողմից որևէ պատրաստակամություն չկար խաղաղության գնալու, որովհետեւ Ադրբեջանը ըստ էության երբևէ նման ցանկություն չի ունեցել, նա միշտ ցանկացել է ամբողջը, բայց այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները հետևողական այնպես են արել, որ մեղքը միշտ գցեն հայ ժողովրդի գրպանը, որ այ հայ ժողովուրդը մաքսիմալիստական ձգտումներ ուներ, չգնաց, չհամաձայնեց իշխանության առաջարկած փող զիջողական տարբերակին, արդյունքում կանգնեցին կոտրած տաշտակի առջև։ Ես խնդրում եմ, որպեսզի մենք առանձին անդրադառնանք բոլոր 4 այդ իշխանությունների քաղաքականությանը, ցույց տալու համար նրանց իրական ներքին բնույթը։ Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից։ Առաջին մանիպուլյացիաները հենց սկսվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բանակցությունները սկսել են մոտավորապես 94 թվականին, երբ որ ձևավորվեց համանախագահությունը։ Այն առաջին 2 տարի Մինսկի խմբի ըստ էության բանակցություններ համարյա չեն եղել։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում անձամբ բանակցեր այն պատճառով, որ չէր ուզում, որ Հայաստանը ընկալվի որպես բանակցության կողմ։ Դրա համար Մինսկի խումբը առաջարկել էր պատվիրակությունների ձևաչափ եւ փորձում էր խափում էին Հայաստանի բնակչությանը, Հայաստանի քաղաքացիներին, ասելով, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է։ Իրականում Մինսկի խմբի համար Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը դա ընդամենը Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներ էին, որոնց դիմաց ադրբեջանական պատվիրակության կազմում նստած էր Շուշիի նախկին քաղաքապետը որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն էր տալիս ասել, այ տեսեք, ես չեմ բանակցում, ես այնտեղ համարյա միջնորդի նման եմ, Ղարաբաղն է բանակցում, իսկ Ադրբեջանն էլ ասում էր, չէ, Ղարաբաղը չի, ուղղակի պատվիրակությունների մեջ համայնքների ներկայացուցիչներ կան։ Այսինքն ոնց որ այդ երկու կողմը կարողանում են իրանց ներսում բանը ծախել այնպես, որ հա մենք մեր սկզբունքների տերն ենք, մեր դիրքորոշումների տերն ենք։ Այս ստից ամեն ինչ սկսվում է, եւ երբ որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում է գուցե այլ պատճառներով հեռանալ իշխանությունից, որոշում է, որ ինքը իշխանությունից պետք է հեռանալ քաղաքական պատճառով, այլ ոչ թե որովհետեւ ընտրություն է կեղծել։ Եվ ասում եմ, ես հիմա Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսպես արմատական մերժելի դիրքորոշում կհայտնեմ, դրա համար ինձ կհեռացնեն իշխանությունից, ես նրանց կմեղադրեմ որպես պատերազմի կուսակցություն, ծայրահեղական պահանջներ ներկայացնող, իրականում ոչ մի փաթեթային եւ փուլային տարբերակներ չեն եղել։ Ցանկացած տարբերակ պիտի լիներ փաթեթային ստորագրվեր, բայց իրականացվեր փուլային, սա տրամաբանական է։ Մինսկի խումբը երբեք դրանց մասին չի պատմել, դրանց մասին խոսել է մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բաքուն նույնպես դրա մասին ոչ մի բան չի ասել։ Այսինքն իրականում այդ տարբերակները չկար, բայց ինչը կար այն, որ Հայաստանը ամենասկզբից հրաժարվել էր այն տարածքներից, որը մենք կոչում էինք ազատագրված այդ 7 շրջաններից։
Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը ներկայացրեց այսպես. կամ մենք հիմա այդ շրջանները հանձնում ենք եւ ցույց ենք տալիս, որ մենք տեսեք բարի ենք, ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենք, եւ այդ դեպքում միջազգային հանրությունը մեզ աջակցում է, միգուցե ինչ որ խաղաղապահներ է տալիս եւ մենք այդպես յոլա ենք գնում առանց կարգավորման հարցի, որովհետեւ Ադրբեջանը մեկը հիմա չի համաձայնվելու։ Դա կարեւոր չի, կարեւորը որ միջազգային հանրությանը մենք ինչ որ բան ցույց տանք։ Իսկ այս վատ տղաները, Վազգեն Սարգսյանը, արցախցիները, չգիտեմ, Դաշնակցությունը եւ մյուսները, այս սրանք բոլորը ուզում են, որ մենք անպայման Ադրբեջանից այսօր կարգավիճակ ստանանք, որը իրատեսական չի, հետեւաբար հարցը չլուծվի, հետեւաբար այսպես երկար մնա մեր համար վատ հետևանքներով։ Այս մանիպուլյացիայով ինքը հեռանում է իշխանությունից Եվ անգամ այդ շրջանում, երբ որ Վազգեն Սարգսյանն հենց այդ վեճ է լինում անվտանգության խորհրդում, թե լավ, բա տարածքները, որ լրիվ չեք ուզում տակ, բա ինչքանն եք ուզում պահեք, եւ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը ինչ որ 7000 կիլոմետրանոց քարտեզ է դնում սեղանին, որը լղիմի 4400-ից բացի ներառում է եւս 2600, որը հետագայում Դաշնակցությունը sense տերմին էր օգտագործում ամբողջ Իրանով Հայաստանին կպած։ Նկատի ունեին Խարվաճարից մինչև Կովսական այդ հատվածը մնում է, իսկ Արաքսի ափը եւ Աղդամը ոնց որ վերադարձնում ենք, էլի։ Եվ այդպես 7000 կիլոմետրանոց քարտեզ իբր թե դա անվտանգ կլինի, սրանով մենք կարող ենք բավարարվել, եւ Լևոնը դա հայտարարում է անհեռատեսություն, այդպիսի բան չի լինելու, եւ այսօր շատեր ասում են, տեսեք, Լևոնը ճիշտ էր ասում, Լևոնը ճիշտ էր ասում, որ եթե դու չես պայքարում, եթե դու դա քոնը չես համարում, այո, մի օր պետքա տաս, ինքը ոչ թե ճիշտ էր ասում, ինքը այդպես արել էր, որ այդպես այսինքն ինքը այն գլխավոր մեղքն էր գործել, որից հետո մյուսները ավելացնելով իրենց բաժին մեղքերը եւ վերջում Նիկոլ Փաշինյանը գեր մեծ մեղք գործելով այս ամեն ինչը բերեցին իրենց տրամաբանական հանգուցալուծման, այսինքն կապիտուլյացիային։ Սա առաջին մեղքի բանն էր։ Այսինքն ֆիքսենք, որ ըստ էության իրականում այդ հայտնի հոդվածը, որ այսօր շատ հաճախ սիրում են մեր աչքը մտցնել, այո, պատերազմ խաղաղություն, իրականում նման ռեալ առաջարկ չի եղել։ Մենք չենք խոսում դրա բովանդակության։ Մենք չի եղել նման բան եւ դա ընդհանրապես քաղաքական մանիպուլյացիայի ներքաղաքական Ճշտեմ մանիպուլյացիան այն էր, որ Լևոնը այդ քննարկվող նյութը բաժանել էր երկու տարբերակի, իբր մեկը փաթեթային է, մյուսը փուլային է, եւ դրանց միջև մենք ընտրություն ունենք այս երկուսի միջև։ Իրականում երկուսն էլ պարունակում են մերժելի դրույթ, դա տարածքների հանձնումներ։ Ինչու էր դա մերժելի։ Նախ բացի նրանից, որ մենք դրա իրավունքը ունենք, չնայած չէինք հայտարարում այդ օրերին, գլխավոր մերժելի հանգամանքը այն է, որ առանց այդ շրջանների Արցախը դատապարտված էր։ Այսինքն անգամ եթե կարգավիճակ ճանաչեին ինչ որ միջազգային երկրներ, բայց Ադրբեջանը չճանաչեր, Թուրքիան չճանաչեր, մի օր այդ հարձակումը լինելու էր եւ դու հայտնվելու էր այն վիճակում, որ վիճակում մենք հայտնվեցինք 23 թվականին, երբ որ մեր բանակային ահռելի զորախումբը Նիկոլ Փաշինյանը պատանդ թողեց ադրբեջանական շրջապատման մեջ, ամբողջ Արցախը հայությանը պատանդ թողեց այնտեղ եւ հետո ասում է դե կռվեիք էլի, ինչի չկռվեցիք, անհնար է կռվել, երբ որ դու շրջապատված ես եւ չունես մատակարարում թիվ։ Եվ դրսից օգնություն չի գալիս։ Բարի, շարունակենք Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի պարագան էսպես է։ Ռոբերտ Քոչարյանը երբ որ եկավ այդպես իշխանության, մեծամտորեն կարծում էր, թե ինքը հեսա արագ էս հարցը կլուծի եւ ռազմական հաջողությունը կվերածի դիվանագիտական հաղթանակի։ Եվ այսպես արագ-արագ տարբերակներ սկսեց Մինսկի խումբը ներկայացնել, կարծելով թե հիմա այդ տարբերակների մեջ հիմա Նիկոլ Փաշինյանը որ ասենց արծարծում է, դրանցից մեղրի խնդիրը օրինակի համար կամ այսպես կոչված ընդհանուր պետության նախագիծներ, երկուսն էլ անհեթեթություններ էին, այսպես աշխատանքային փաստաթղթեր էին եւ շատ արագ մոռացվեցին։ Ես անձամբ տեսել եմ դրանց ինչ որ տպագիր օրինակները, բայց առանց ստորագրության, առանց որը բանի, որ ինչ որ տարբեր կապերով ինձ օրինակ ասենք դրանցից մեկը ցույց է տվել գեներալ Սիմոնյանցը, որ ԱԱԾ-ի նախկին ղեկավարն էր, իր կապերով հայթայթել էր ընդհանուր պետության նախագիծը, իսկ Մանուչարյանը մինչև այդ տարածում էր մեղրի նախագիծը եւ փորձում էր համախմբում առաջացնել որպեսզի բողոք կազմակերպեր, հա, Քոչարյանի կարևոր դիտարկում դրանք ընդհանրապես աշխատանքային փաստաթղթեր էին, ոչ օֆիցիալ, այսինքն որևէ իրավական ուժ չունեցող, ընդհանրապես քննարկվող ոչ մի բան ստորագրված չէր, դա առաջարկված փաստաթղթեր էին։ Եվ ինչից էր դա ընդհանրապես առաջանում։ Երբ որ հայկական կողմը ասում է Քաշաթաղը դա Հայաստան չի,
Քարվաճառը Հայաստան չի, մեզ ուղղակի միջանցք է պետք, որ կապ ունենանք։ Թուրքերն էլ տրամաբանորեն ասում են, այո, Մեղրին էլ Ադրբեջան չի, բայց մեզ միջանցք է պետք Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ Առավել ևս, որ դուք Նախիջևանը համարում եք Ադրբեջան։ Հատ տրամաբանորեն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայկական կողմը մասնակցում էր բանակցություններին, Ադրբեջանը իրավունք ուներ Նախիջևան միջանցք պահանջել։ Եվ այսօր նա ստանում է այդ միջանցքը։ Այսինքն ըստ էության Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի նույն կուրսը ազատագրված տարածքները տալու եւ ինչ որ անորոշ կամ անհասկանալի կարգավիճակի դիմաց, այսինքն իբր թե հայամետ այդ կետերը, որոնք այսօր եւս քննարկման առարկա են այդ պլանում, իրականության մեջ խորքային առումով նույն արդյունքին էին հանգեցնել, ինչ որ մենք տեսանք։ Քոչարյանին եւ այդ ժամանակվա թիմին, այդ թվում Վազգեն Սարգսյաններ ընդեղ եւ ուրիշներ, թվում էր, որ իրենք կարող են նախ կարգավիճակ ստանալ բանակցություններով եւ երկրորդը ստանալ կապող այդ միջանցքը։ Ընդ որում անգամ ավելի այսպես արմատական դիրքորոշումների ժամանակ քննարկվում էր իսկ քարվաճառն էլ կվերցնենք Շահումյանի փոխարեն, այսինքն բարձրացնելով Շահումյանի հարցը, դիմացը կվերցնենք քարվաճառը։ Պատահական չի, որ քարվաճառի շրջանի անունը դրել էին Շահումյանի շրջան։ Հիմք ունենալու համար։ Հա, այսինքն այդ բոլորը նույնիսկ Խաշաթաղը, որ երկարացրին հասցրեցին մինչև Կովսական, դա նրա համար էր, որ երբ որ միջանցք ասվի եւ Լաչինի շրջան ասվի, դա թարգմանվի Խաշաթաղի շրջան եւ պարզվի, որ այդ Խաշաթաղի շրջանը հասնում է մինչև Արաքս։ Ինչը որ բնականորեն այդպես պետք է չլիներ, էլի։ Քարվաճառն էլ դե Շահումյան կոչեցին, որպեսզի փոխանակումը կազմակերպեն։ Ուրեմն այս ամեն ինչը ցույց է տալիս թշվառությունը մեր դիվանագիտական մտքի այդ մանկամիտ խորամանկ ինչ որ խաղերով, ամեն ինչից հրաժարվելով, բայց այդ գավառականությունը ուղղակի գարշահոտում էր, էլի, այդ ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ։ Շարունակենք Սերժ Սարգսյան։ Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչ արդեն շատ վատ էր այն առումով, որ Քոչարյանի կառավարման ժամանակ տեղի ունեցավ բանակցային են հիմնական քննարկումները ավարտվեցին եւ Մինսկի խումբը վերջին փուլում ներգրավել էր միջազգային ճգնաժամային խմբին, որը կարելի էր ասել ինձ զարմացրեց ուղղակի դրանց աշխատանքի պրոֆեսիոնալիզմի աշճանը, էլի։ Իրենք կարողացել էին բազմաթիվ կետեր, կարմիր գծեր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել են, այնպես համադրեն մի փաստաթղթի մեջ, որը ռեալ կարող էր աշխատել։ Հա, այսինքն ոնց որ ոչոք չէր կարող առարկել, ստիպված պետք է ստորագրեին, որովհետև լրիվ համապատասխանում էր իրանց ասացներին։ Եվ այդ ժամանակ դա դրվեց մադրիդյան սկզբունքների հիմքում, մադրիդյան սկզբունքները համարյա 95%-ով այդ նույն միջազգային ճգնաժամային խմբի սկզբունքներն են, եւ այնտեղ արդեն ներառված էր ՄԱԿ-ի հանձնակատարը փախստականների գծով, ով ինչ պիտի անի, ինչ խաղապապ, բավական դետալացված, այսպես մադրիդյան սկզբունքները շատ հստակ փաստաթուղթ արդեն միջազգային ճգնաժամային խմբի նախագծի հիման վրա։ Եվ բայց արդեն մթնոլորտը Հայաստանում այնպիսին էր, որ մենք ոչինչ էլ չպետք է զիջենք։ Եվ Քոչարյանը ինչ որ մի պահ հասկանալով, որ ինքը արագ չի կարողանում լուծի, ստանձնեց այսպես ձգձգելու բանը եւ Մինսկի խումբը ինչ ասեց։ Հա, բայց չէր հրաժարվում, այսինքն համաձայնվում էր, որ պետք է զիջենք, բայց ասում էր ժողովուրդը չի ուզում։ Եվ այդ ժամանակ Մինսկի խումբը այսպեսի հայտարարություններ արեց, օրինակ, որ նախագահները համաձայն են, ժողովուրդները ոչ, հետեւաբար նախագահները պետք է ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղությանը։ Այսինքն կարծես թե հանձնարարություն կար։ Խորհրդարանում Սերժ Սարգսյանը կազմակերպեց լսումներ Արցախյան հարցով, որ ցույց տա, որ Հայաստանի ամբողջ հանրությունը համաձայն է։ Մենակ այնտեղ մի քանի մարգինալներ կան, այդ թվում մեր կազմակերպությանն էին հրավիրել որպես մարգինալ այդտեղ մասնակցել, մենակ մի քանի ծայրահեղական մարգինալներ կան, որ դրան չեն ուզում։ Եվ երբ որ այս ամեն ինչ այսպես մնաց, Մինսկի խումբը ձեռքերը լվաց, Սերժ Սարգսյանը հարցը ստացավ ժառանգություն արդեն ռուսական բանի տակ, հսկողության տակ, ռուսները ստանձնեցին նախաձեռնությունը եւ սկսեց աշխատել Լավրովի պլանը, մասնավորապես Կազանյան փաստաթղթի առաջարկության տեսքով, որը ոչ այլ ինչ էր, քան ուղղակի պահանջ, ուլտիմատիվ պահանջ Հայաստանից 5 շրջան հանձնելու։ Հետագայում եւս մեկը քարվաճառը։ Եվ դրա դիմաց ոչ մի բան, այսինքն շատ նման էր արդեն Լևոնի ուզածին, որ հանձնենք, բան անենք, ուղղակի այս դեպքում ռուսական խաղաղապահները պետք է ապահովեին մեր անվտանգությունը, այսինքն մի խոսքով ռուսական խաղաղապահների հույսով մենք հանձնում ենք շրջանները եւ
մի խոսքով հայտնվում ենք իրենց գրպանում։ Ադրբեջանը երբ որ ուզի կարող է պատերազմ հայտարարել, ռուսները եթե չուզենան այդ պատերազմը կասեցնել չեն կասեցնում, մենք փախնելու տեղ չունենք ռուսների գրպանում, մենք այդ ժամանակ արդեն ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ ենք, այլ նաև ԵԱՏՄ-ի, եւ այս ընդհանուր պատկերը այնպիսին էր, որ Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում։ Էլ կաշառքներ Լուկաշենկոյի բացահայտումները, չգիտեմ, դե լուծեք էլի այդ հարցը, դե այդ շրջանները տվեք էլի, հիմա ինչ ա եղել որ անընդհատ ճնշում էր, բայց շանտաժը մենակ այդտեղ չէր, շանտաժը նաև Սերժ Սարգսյանը իր հերթին այդ շանտաժը տեղափոխում էր մեր իրականություն։ Զինվորականներին էր բացատրում, որ պիտի հանձնենք, արցախցիներին էր արցախյան վերնախավի հետ բազմաթիվ հանդիպումներ ունեցել, որպեսզի համոզի, որ այդ տարածքները պետքա հանձնվեն։ Ապրիլյանի ժամանակ վախից հետո, հայերի վախը չափելուց հետո այդ խոսակցությունները, այդ հանդիպումները ավելի ինտենսիվ դառան։ Ուղղակի շանտաժ էր գնում Սերժ Սարգսյանի կողմից, այդ ինքը հույս չուներ արդեն ժողովրդին բացատրելու, որովհետև մի անգամ ասել էր Աղդամը մեր հայրենիքը չի պատասխանը ստացել էր բողոքի տեսքով, ուղղակի էլիտային էր ուզում բացատրել ժողովրդին բանի տեղ չդնելով, մեկ ընտրությունները կեղծում եմ, մեկ այլ մենք ենք որոշողը, հա։ Եվ այս վիճակով մենք եկանք հասանք 17 թվականը եւ 17 թվականից հետո անձամբ իմ կանխատեսումն այն էր, որ եթե Սերժ Սարգսյանը հեշտությամբ վերարտադրվում է, ինչ որ ժամանակ հետո ինքը արդեն էլ չի դիմանա եւ պետքա փորձի տարածքային զիջումների գնալ, առավել եւս ինքը պատրաստվում էր իշխանությունը փոխանցել Վիգեն Սարգսյանին, այսինքն անձամբ ինքն էլ չէր անի Վիգենի վրա կթողեր, ուղղակի ամեն ինչ ձախողվեց, նախ եղավ Ապրիլյանը, հետո եղավ ՊՊՑ-ն, ստիպված նա գործարքի գնաց Սամվել Կարապետյանի հետ, Տաշիրի հետ, որը վարչապետի տեխնազու առաջարկեց Կարեն Կարապետյանին եւ այնտեղ փողեր կային, որ պետք է տրվել այդ ճգնաժամային վիճակում եւ այս պատճառով Սերժ Սարգսյանը մի տեսակ ժամանակ էր խնդրել հավանաբար հետաձգելու, որովհետեւ ոչ մի բան այլևս չէր խանգարում Ադրբեջանին ուժային հարցը լուծել, ուղղակի սպասում էին, որ Սերժ իր խնդիրները լուծի եւ այդ 5 շրջանը հանձնի, որ հետո մնացածը հեշտ գրավեն։ Դա ձգվեց այնքան մինչև տեղի ունեցավ 18 թվականը, մի տարի երևի թե Նիկոլ Փաշինյանը ձգձգեց, սպասեք մի հատ հասկանամ, տեսնեմ ինչ եմ ասում, եկեք խաղաղություն հաստատենք, եկեք, չգիտեմ, զինվորներին արգելենք կրակել, որի պատճառով ադրբեջանցիները դիրքային տարածքները շատ կրճատեցին եւ մեր համար շատ անհարմ իրավիճակներ ստեղծեցին եւ անգամ այդ պրովոկացիան տավուշում, որ Նիկոլ Փաշինյանը իբր իր կողմից մեր տարածքներն էր փորձում այդ նույն ձևով մոտեցնել, որ ադրբեջանցիները այդքան էլ չհամաձայնվեցին եւ այնտեղ փոխհրաձգություն սկսվեց, այս էլ հավանաբար ռուսական պրովոկացիա էր հետագա պատերազմը արագացնելու համար, ուրեմն մենք այս իրավիճակով եկանք մի տեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատկերացում չունի, թե ոնց պետք է հարցը լուծի, իր միակ հոգսը այն է, որ հանկարծ արցախցիները եւ ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը իրեն չմեղադրեն, որ ինքը ուզում է Արցախը ծախել, ինքը այնտեղ փող էր շատ ուղարկում, ինչ որ մատակարարումներ էր ուղարկում, թեթև, ասենք մեքենայի պարկներ թարմացնում, ինչ որ սովորական զենքերներ թարմացնում, կարծես թե նույնիսկ հրամանատարները գոհ էին, որովհետև մի քիչ դա շատ էր, հա, նորություն էր իրանց համար այդ իրը, զինվորներին կոկա-կոլա էր բաժանում եւ ելակ եւ այլն, այս մթնոլորտով ինքը ոնց որ փորձում էր ցույց տալ, կարծես թե չէր էլ մտածում, որ պետքա պատերազմ լինի։ Կամ եթե պատերազմ լիներ, մտածում էր դա ապրիլյանի նման մի բան կլինի, մի քիչ կզողվեն, մի քիչ կդիմադրեն, կանցնի կգնան։ Հա, կարևորը մենք խոսանք խաղաղությունից, հա, խաղաղության կեցվածքով մասնակցենք, բայց այդ ամեն ինչը պարզվեց այդ ոնց որ նախնական ծրագիրը, որ արդեն ռուսների կողմից պարտադրվում էր Հայաստանին, Ադրբեջանը վաղուց այդ ծրագրով արդեն հասել էր այն եզրափակիչ հատվածին, պետքա մի օր այլևս իրականություն դառնար եւ դա սկսվեց 20 թվականին։ Այդ դեպքում էլ մենք եթե կարողանայինք ինչ որ ձևով կանխել հատկապես հարավային ուղղությամբ հարձակումը, միգուցե մենք իրոք ունենայինք ապրիլյանի մի քիչ վատ տեսակը, բայց պահպանենք առ այսօր Արցախը եւ նորից ինչ որ բանակցային նոր փուլ շարունակվեր։ Բայց ցավոք սրտի, թե այդպիսի քաղաքական ղեկավարությամբ, թե նախորդ տարիներին բանակի ղեկավարության այդ որակով եւ ընդհանրապես այն պատճառով, որ մենք այդպես էլ չհասկացանք, որ բանակցությունների իմաստը Ադրբեջանի համար միշտ եղել է մի քանի բան։ Առաջին ձգձգել, մինչև որ կպատրաստվեն լայնածավալ պատերազմին։ Երկրորդը
ամեն տեղ ամրագրել իրենց իրավունքները։ Տարածքների նկատմամբ, փախստականների վերադարձի թեմայով ամրագրել Հայաստանին վերածել ագրեսորի, Ադրբեջանը իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ուղղակի բարեսրտորեն սպասում է, որ Հայաստանը դա կամավոր վերադարձնի, հա։ Այս մթնոլորտը ստեղծեցին եւ դրանից հետո արդեն մնացած արդեն տեխնիկայի հարցեր։ Ուզում եմ առավել մանրամասն անդրադառնանք 2018 թվականից մինչև 2020 թվականի պատերազմի սկիզբը եղած ժամանակահատվածին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, որովհետև մեր քաղաքական առումով ոչ այնքան հասուն հանրությունը հաճախ տրվում է այդ մանիպուլյացիային, որ Արցախի հարցում բոլոր մեղքերը գործված էին, ամեն ինչ որոշված էր եւ 18 թվականից հետո այլևս տարբերակ չկար իրավիճակ փոխելու։ Իհտե պատմական փորձը եւ առհասարակ քաղաքականությունը հակառակ համոզումը ունի եւ հասկանանք թե իրականության մեջ որն է եղել թե Նիկոլ Փաշինյանի, իհարկե նախորդ իշխանությունների եւս, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը հայ ժողովրդի առաջ որպես պետության ղեկավար։ Դա 2018 թվականին իմ պատկերացմամբ իշխանության գալուց հետո պարզ է, որ երբ ավելի մանրամասն է ծանոթանում փաստաթղթային եւ մնացած գործընթացին, այդ բոլոր խութերը որ կան, այն բոլոր հանգույցները եւ դժվարությունները, որ մենք ունենք եւ այդ շանտաժը, որ տրվում է, այն հսկայական ժողովրդական աջակցությունը, որ կար, իրապես ազգային ղեկավարը եւ իրապես երկրի պետության ապագայում մտահոգը կհասկանար մի պարզ բան։ Այս խնդիրը գնում է դեպի պատերազմ եւ այն ինչ այսա առանց պատերազմի լուծում չունի, որովհետեւ իրոք եկել հասել ենք այդ վիճակին եւ իրապես ազգային պետական առաջնորդը կաներ մի բան. երկիրը եւ հանրությանը կպատրաստեր պատերազմի։ Իսկ հաշվի առնելով, որ հանրային աջակցությունը իրականության մեջ ցանկացած իշխող ուժի ներքին հանրային մեծ աջակցությունը ամենամեծ ռեսուրսն է, որը ճիշտ օգտագործման դեպքում կարող է սարեր շուրջ տալ, մենք հնարավորություն կունենայինք 2020 թվականին առնվազն չպարտվել։ Ես չեմ խոսում, 2 տարին բավականին մեծ ժամանակահատված էր ճեղքերը այնպես փակելու համար, որ հարվածը կործանարար չլինի։ Էլ չասեմ այն մասին, որ պատերազմի ղեկավարումը ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առաջին հերթին քաղաքական, որտեղ պատերազմը քաղաքական գործընթաց է, տարվել է ծայրահեղ վատ, տապալվել է լիակատար եւ ավելին, բայց նույնիսկ այդպիսի տապալման պայմաններում նոյեմբերի 9-ին ըստ էության մենք այնպիսի ռազմավարական կորուստներ չունեինք, որպեսզի մի ստորագրությամբ ջարդեինք, փոշիացնեինք մեր անվտանգության համակարգը։ Ես ուզում եմ մենք հատուկ անդրադառնանք հնարավորինս հասկանում եմ սա երկար հարց է, բայց այդ մանիպուլյացիոն կետերը փորձենք բացատրել մեր հանրությանը, թե ինչու ենք մենք, այո, բոլոր նախորդ իշխանությունները իրեն բոլորը եղել են այդ հանձնողական գծի մեջ, այս կամ այն տարբերակով ըստ էության ժամանակ ձգելով եւ հասցրել են մի իրավիճակի, երբ ըստ էության գործյան հանգույց էր, պետք էր կտրել, բայց պետք է հասկանալ, թե պատերազմի ժամանակ եւ դրան նախորդող ժամանակահատվածում եւ հաջորդող ժամանակահատվածում տվյալ ցանկացած երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի պատասխանատվություն ունի եւ ինչի համար պիտի պատասխան տա։ Նախ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման առաջին 2 տարիներին կրկնում այն բոլոր մեղքերը, ինչ որ նախկին ղեկավարները գործել էին Արցախյան կարգավորման հարցում այդ թվում։ Եվ այստեղ ինքը ոչ մի բանով չի կարող արդարացնել, հա, ասելով որ Քոչարյանը մեղի էր տալիս, դա բացարձակ անիմաստ հարց է, նախ որովհետև չի տվել եւ չերել պատրաստվում տալ, երկրորդը որովհետև այնտեղ տարածքների հարցներ, եթե դու մեղրին ես քննարկում, նշանակում է Արաքսի ափը արդեն տվել ես, Արաքսի ափը արդեն տվել ես, ամենայն հավանականությամբ կպարտվես։ Նիկոլ Փաշինյանի այդ արդարացումները ոչ մի արժեք չունեն, բայց ես ուզում եմ իր հիմնական մեղքերը սկսեմ թվարկել, որոնք ինքը սկսել է գործել պատերազմի սկզբից։ Ներողություն մի քայլ էլ հետ գնամ, ուրեմն այդ 2 տարում, բայց ինքը մեկ մեղք էլ հավելյալ ունի։ Ինքը առաջին ղեկավարն էր, որ ընտրակեղծիքով չէր ընտրվել։ Ժողովուրդն էր նրան կարծես թե բերել իշխանության։ Ես դրա հետ համաձայն չեմ, ինքը մանիպուլացրել է ժողովրդին, ալիքի վրա է ցատկել եւ այլն, բայց արտաքին տպավորությունը այդպեսին էր։ Իրական ազգային առաջնորդը, որը ժողովրդի կողմից է գալիս իշխանության, ինքը պարտավոր էր խնդիրները ճիշտ ընկալել,
չընկալելու դեպքում չգար իշխանության, դա նույնպես հանցանք է, եթե դու չես հասկանում ինչ ես կառավարում, որ երկիրն ես կառավարում, նրա շահերը, սպառնալիքները որոնք են, դու իրավունք չունես գաս իշխանության։ Հերիք չի եկել էր պոպուլիստական հայտարարություններով ինչ որ դերասանություններ էր անում, ինքը ըստ էության տապալել է բանակի հետ կապված անհրաժեշտ ռեֆորմները, որ պետք է արվեր, որտեղ նախկինում չէր արվել, այսինքն սրանք էլ են մեղքեր։ Բայց ասենք թե ինքը հիմար էր, չէր հասկանում, հաղորդակից չէր ազգային խնդիրներին եւ այդ մեղքերը չի գործել, ներողություն, այդ ճիշտ քայլերը չի արել եւ գործել է նույն մեղքը, ինչ որ արել էր Լևոնը, Քոչարյանը, Սերժը եւ այլն։ Բայց գալիս են հաջորդ մեղքերը սեպտեմբերի 27-ից հետո։ Երբ որ գլխավոր շտաբից զեկուցում են, որ այս վիճակում մեր բանակը չի դիմանալու, Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունը իրեն ինչու՞մ է մեղադրում, շուտ պետքա ստորագրեր, հանձներ ինչ որ ուզում են, որպեսզի մի բան փրկենք։ Հիմար է այդ քննադատողը, որովհետև անհնար էր փրկել։ Ոչ ոք Ադրբեջանը չէր ստորագրելու մի բան, եթե կարար վերցներ ամբողջը, ինչու վերցներ մասը։ Սա անհեթեթ է, դա նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը դա ուզենար աներ, չէր անի։ Բայց ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը սպասում էր, որպեսզի հայ ժողովուրդը այնքան կորուստ ունենա, բանակը այնքան կորուստ ունենա, որ ասի հա դե լավ վերջ, հանձնվենք, վերջանանք։ Եվ մոտավորապես այնտեղ 3-4 օրվա մասին է խոսքը, երբ որ իրան զեկուցել են, մի երկու օր էլ համարենք ինքը մտածել է դրա վրա, փաստորեն արդեն հոկտեմբերի ամենասկզբից ինքը ղեկավարել է հայկական բանակը համակերպված լինելով պարտության հետ։ Սա մեծագույն հանցագործություն է, սա ամենադաժան պատասխանատվության արժանի հանցագործություն է։ Սա ինքն է խոստովանել, սա մենք չենք ենթադրում, հրապարակային է եղել ամեն ինչը։ Ինքը սпасել է, ինքը զորակոչ է արել, անպատրաստի ջոկատներ համայնքային ղեկավարների գլխավորությամբ փորձել է ուղարկել այնտեղ։ Կամավորականներով է ուզում գնա զոհվի, գնացեք զոհվեք։ Կամավորականներին տարել անկապ տեղեր թափել են, նրանք ովքեր ջոկատներով են գնացել դեռ կարողացել են ինչ որ օգտակար մի բան անել, բայց անհատ կամավորականները անկառավարելի ձևով ուղարկվել են։ Դա խափանել է զորակոչի մեխանիզմը, որը առանց էլ շատ վատ էր, որը պետք է թարմացվեր, ես նույնիսկ շատ խիստ եմ դա քննադատում, կարծում եմ, որ մենք զորակոչի մեխանիզմ չենք ունեցել տարիներ շարունակ, բայց ամեն դեպքում ինչ որ մի մեխանիզմ կար, իր գործողություններով անգամ դա է խանգարել։ Արել է ամեն ինչ, որպեսզի մենք զոհեր ունենանք, կորուստներ ունենանք տարածքային եւ այլն, նահանջենք, մինչեւ բոլոր գեներալները արդեն ասեն մենք էլ չենք կարա ոչ մի լուծում առաջարկենք, հիշում եք այն վերջին շրջանում նույնիսկ Սեյրան Հովանյանին ասին, դե արի դու պաշտպանի Շուշին, տեսնենք ոնց ես պաշտպանում, հա։ Երբ որ արդեն ոչ մի գեներալ չէր կարողանում ինչ որ մի լուծում առաջարկել, ինքը արդեն ասում է, դե ուրեմն ես հիմա ստորագրում եմ։ Հա ոչ ոք էլ չի ուզում, չէ՞ կռվի, բոլորդ հասկացաք, որ մենք պարտվել ենք, նոր ստորագրում եմ։ Ինչու ոչ մի գեներալ չափստամբեց այդ որոշման դեմ, որովհետև բոլորը արդեն համաձայն են, իրավիճակը բերվել էր դիտավորյալ այնպիսի վիճակի, որ մենք այնքան կորուստ ունենանք, որ այլևս դիմադրելը անհնար լինի։ Բայց եթե դու հասկանում ես, որ այն սովորական ձևով մենք պարտվելու ենք, իսկ սովորական ձևը դա մեր հիմար զինվորական դոկտրինն էր, որը չէր ենթադրում Ադրբեջանի բանակի ոչնչացում։ Մեր դոկտրինը ենթադրում էր մենակ տարածքների պաշտպանություն։ Որպեսզի պարզ լինի ասածս, օրինակի համար Իջևանից ինչ որ մի գումարտակ փոխանակ այն մասից ինչ որ գործողությունների մասնակցի, որ իրեն հասկանալի շրջան է, ոչ չի կարելի, որովհետև Հայաստանը չպետք է մասնակցի գործողություններին, բերվում աստեղ իր անծանոթ տեղում անմիջապես ընկնում է կրակի տակ եւ մեծ կորուստներ է ունենում։ Օրինակ, հա, սա անհեթեթություն էր, այսինքն մենք ընդամենը պոստեր պաշտպանող բանակ էինք, այդպիսի դոկտրինայով էինք ղեկավարվում։ Եթե մենք ունենայինք ցանկություն Ադրբեջանին հաղթելու, հավանաբար գեներալները կառաջարկեին այլ լուծումներ, եթե այդպիսի քաղաքական հնար։ Օրինակի համար կարող է առաջարկվեր Աղդամի շրջանում հարձակում սկսել այն ժամանակ, երբ որ ներքևում թշնամին առաջ խաղացում արձանագրում։ Եվ տարբեր այլ ձևերով նպատակ կունենայինք շրջապատել, ոչնչացնել, ի վերջո հաղթել։ Կամ եթե գործերը շատ վատ են գնում, մենք ունենք նորմալ բնագծեր։ Անկամ Ստեփանակերտը կորցնելու գնով մենք կարող էինք Արցախյան լեռնաշղթայով, Քարվաճառը եւ Քաշաթաղը պաշտպանելով, անգամ որոշ տեղեր լեռնաշղթայից մյուս կողմ բավական առաջ գտնվելով, մասնավորապես Մարտակերտի շրջանում, մենք շատ երկար ժամանակ այդ տարածքը կարող ենք պահպանել կամ հանգել դրանով ինչ որ մի բանակցային փուլի, որպեսզի ինքներս ուժ կուտակենք, կամ անգամ
ինչ որ մի ձևով այսպես նոր ստատուս քվո ձևավորել, հարցը պահելով օդում, որպեսզի ավելի հեռավոր ապագայում ինչ որ հարց կարողանայինք լուծենք։ Բայց ոչ, խնդիրն այն էր, որ բոլորը համակերպվեն պարտության հետ եւ անձնվենք։ Սա իր գերագույն մեղքն է։ Իր մեղքերի հաջորդ շարքը սկսվում է արդեն կապիտուլյացիայից հետո։ Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը անգամ մեղադրում է ինքն իրեն, նախապատերազմյան իրեն։ Հա, որովհետև մարդ, որ գնում էր Ստեփանակերտում գոռում էր Լեոնիդ Ազգալյանի խոսքերը, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, ոչ մի կապ չունի այն մարդու հետ, որ այսօր մեզ բացատրում է, որ անգամ Արարատը մերը չի, Արագածն է, այս մարդիկ իրար հետ ոչ մի կապ չունեն արտաքուստ։ Հետևաբար, եթե այսօր օրինակի համար ինչ որ մեկը հնարավորություն ունա Նիկոլ Փաշինյանին դատի եւ օրենքի տառի տեսակետից չկարողանա դատի այն ժամանակվա հանցագործությունների համար, շատ հեշտությամբ կարող է դատել այն ժամանակվա այն հանցագործությունները, որ ինքը տարածք է հանձնել օրինակ, հա, ասենք ղեկավարը մեղը այդպես են որոշել, այս կարող է ինքը մեկնաբանել, բայց այսօր կարելի է իրան մեղադրել, եթե դա Ադրբեջան էր, ինչ գործ ուներ այնտեղ 20,000-անոց հայկական զինուժը, դու ես ուղարկել, չէ, 4 անգամ զինակոչ ես արել ուղարկել։ Եթե էսը ճիշտ է, ուրեմն դու հանցագործես այս պատճառով։ Եթե դա չի ճիշտը, դա Հայաստանն էր եւ դա մեր իրավունքն էր, դու հանցագործես այլ պատճառով։ Եթե Արցախը Հայաստան չէր, ինչու դու ստորագրեցիր կապիտուլյացիան։ Այո, Արցախը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոնց նայես, որ կոնցեպցիայի, որ պոստուլատային համակարգի մեջ դիտարկենք իր գործողությունները, ինքը հանցագործ է։ Շատ լավ, ձեր ասածը ընդհանրացնելով ուզում եմ անդրադառնալ այդ, որ սպասում է շատ կորուստներ ըստ էության, եւ որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվել, որ նոյեմբերի 9-ին Հայաստան այլևս ռեսուրս չուներ պատերազմը շարունակելու, ես այդ մտքի հետ լիովին համաձայն չեմ։ Հայաստանը ռեսուրս չուներ շարունակելու այն ձևով, ինչով միջև դա վարվում էր, բայց որով ի սկզբանե, այսինքն ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր հավատում հաղթանակին, նպատակ չուներ հաղթել, իր օպերացիաները չէր կազմակերպում իր մարդուժի եւ մնացածին համապատասխան, այսինքն ըստ էության ժամանակ էին ձգում հանձնվելու համար, երբ որ կետում Ադրբեջանը կընդունի այդ հանձնվելը կամ ռուսները կգան։ Բայց Հայաստանը եթե ցանկություն ունենա շարունակել մնալ գործոն, դուք էլ նշեցիք եւ ես դա բազմաթիվ անգամ ինքս էլ կրկնել եմ, նոյեմբերին այո անգամ կարելի էր հանձնել Ստեփանակերտը, այսինքն եթե քաշվել դեպի լեռները ձմեռային պատերազմի պատրաստվել, աշխարհակահաղական իրավիճակ ստեղծվել եւ մնալ գործոն։ Ամենակարևորը պատերազմում դա քաղաքական գործոն լինելը, պահպանելն է։ Դու կարող ես կորցնել տարածքներ, դու կարող ես կորցնել մարդիկ, այո, ցանկացած կորուստ մանավանդ մեր համար ցավագին է։ Բայց եթե դու շարունակում ես մնալ գործոն քաղաքական առումով, դու պահպանում ես այն խաղաթուղթը, հաղթաթղթերը, որ վաղ թե ուշ կարող ես քո կորուստները վերականգնել։ Մենք նախընտրեցինք ըստ էության 94 թվականին այդ զինադադարով ֆիզիկապես Արցախում լինելով հայկական զորաբանակի առկայությամբ մենք գործոն ենք։ Մենք հետևողական 26 տարի շարունակ տարանք քաղաքականություն, բոլոր իշխանությունները, որպեսզի մենք դրանից ազատվենք, մեզ կերցրին մեր հանրությանը այն կեղծ միֆը, որ Հայաստանի զարգացմանը խանգարում է Արցախը, երբ որ իրականում Արցախով էր Հայաստանը հետաքրքիր աշխարհի խաղացողներին եւ Արցախով էր Հայաստանը գործոն։ Եվ այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Արցախի, այո, անվտանգ։ Եվ ուզում եմ մեր խոսակցությունը ավարտենք այն կարևոր թեզով, որ իրականության մեջ ոչ թե մեր խնդիրը, մեր այս աղետալի վիճակի պատճառը ոչ թե այն էր, որ մենք բաց ենք թողել ճիշտ ժամանակին հանձնվելու պահը, ոչ, երբեք նման պահ չի եղել, որովհետև մեր դիմացինը միշտ ցանկացել է ամենաշատը, որովհետև երբ որ մենք խոսում ենք, որ հայ հանրությունը չէր ցանկանում հանձնվել, մենք միշտ մոռանում ենք հարցնել, իսկ Ադրբեջանը համաձայն էր կիսատ հետ, ոչ նա միշտ ցանկացել է ամբողջը եւ ուղղակի ժամանակ է ձգել, որպեսզի վերականգնվի եւ պատրաստվի, իր համար լավ պայմաններ ստեղծի։ Մեր ֆունդամենտալ սխալը ի սկզբանե եղել է այս հակամարտությունը գլխի վար շուռ տալը, մեր ճակատագրի համար, մեր պետության, մեր ազգի մի հատվածի համար, ինչու՞ չէ, պատասխանատվությունից հրաժարվելը եւ ամեն կերպ սրա նրա գրպանը գցելը։ Եւ այդ նման արդյունքը եւ դրան հետեւողական կրողն են եղել մեր բոլոր 4 իշխանությունները։ Եվ այն առնետավազքը, որ հիմա կա փոխադարձ մեղադրանքները, որ կան, դա ընդամենը մեծագույն գործած դավաճանությունը եւ հանցանքը հայ ազգի հանդեպ միմյանց գրպանը գցելու փորձեր են, բայց իրականության մեջ բոլոր 4-ը պատասխանատու են։ Առաջին հերթին, այո,
եղել է սկզբնական ամենամեծ սխալները, բայց եւ դա ձնագնդի էֆեկտի ձևով կուտակվել է։ Բայց քաղաքական իշխանությունը ակսում է պատասխանատվություն է կրում այն պահից, երբ դառնում է քաղաքական իշխանություն։ Ինչ են արել նախորդները, ինչ սխալներ են գործել, դա որևէ մեկին հետաքրքիր չի։ Եթե դուք համաձայնվում եք եւ վերցնում եք իշխանություն, նշանակում է նախորդ սխալների եւ նախորդ բացթողումների պատասխանատվությունը շտկելու բեռը եւս վերցնում եք ձեզ վրա։ Ես ուզում եմ, որ մեր ունկնդիրները, մեր դիտողները այս կարևոր պահերը հասկանան, որպեսզի մանիպուլյացիաներին չտրվեն, որովհետև նման Հայաստանի հանդեպ մեղք են գործում հավասարապես բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ Հայաստանի բոլոր խնդիրների աղբյուրը մինչև 2018 թվականն էր, եւ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ 2018 թվականից հետո էր։ Սա երկարատև համակարգված գործընթաց էր, որը փաստացի բերեց այն աղետալի վիճակին, որ կանք եւ շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Մենք այդպես էլ 94 թվականին չհասկացանք, որ դա պատերազմի ավարտը չէր։ Մենք չհասկացանք, որ պատերազմը կիսատ է մնացել եւ այն ավարտելու համար դեռ հələ շատ ջանքեր պետք է։ Անկամ եթե համարենք, որ այն ժամանակ մենք էլ էինք ուժասպառ եւ չէինք կարող շարունակել, մենք դադարը պետք է օգտագործենք ոչ թե ինչ որ դիվանագիտական լուծում փնտրելու, որը ոչ ոք չէր փնտրում, մենակ մենք էինք երևակայում, թե նման լուծում կարող է լինել, այլ պատրաստվենք պատերազմին, էս մեկ։ Երկրորդը կարող ենք մենք ուժասպառ ենք, այսօր կարող ենք շարունակել, նայած թե դու ինչ ես համարում պատերազմը ինչպես ես գնահատում։ Եթե դու հասկանում ես, որ սա կենաց մահու պատերազմ է, այսինքն երկրի ապագայի լինելու չլինելու հարց է, դու դրան այլ վերաբերմունք ես ունենում համեմատության համար, չգիտեմ ինչքանով է կոռեկտ այդ համեմատությունը, բայց խորհրդային միությունը հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանից այնքան զորք զորակոչեց, որից 90,000-ը զոհվեց։ Շատերը ուրիշ թիվ են ասում, մի քիչ ես իրականությունն եմ փորձում ասել, 90,000 զոհ ունեցանք, հաշվի առնելով, որ այն ժամանակ Հայաստանի բնակչությունը 1,200,000 էր, ինչեր մի մասն էլ ադրբեջանցի էին, լավ, մի խոսքով մոտավոր թվերով խոսենք։ Այսօր մենք վստահաբար կրկնակի ավելի շատ բնակչություն ունենք եւ փորձենք պատկերացնել մի Հայաստան, ես ոչ մեկի մահը չեմ ցանկանում, իմ որդին նույնպես մասնակցել է այդ պատերազմին, բայց եթե մենք հոգեբանորեն պատրաստ լինեինք այդ պայմանական ասած 100,000 պոտենցիալ զոհին, մենք վստահ մեր զոհերը արդեն արկա զոհերը անիմաստ չէին լինի։ Սարսափելին այն չէ, թե որքան զոհ է տվել, այլ այն, որ այդ բոլոր զոհերը, այդ թվում Արցախյան առաջին պատերազմի զոհերը, այս խայտարակությամբ, այս կապիտուլյացիայով բոլորը անիմաստ դառան։ Ու սա շատ ավելի մեծ բարոյական հանցագործություն է, քան այն կոնկրետ կետերը, որ մենք ասենց առանձին դետալացված թվարկում ենք։ Հետևաբար, այո, մենք ցավոք սրտի մեր բոլոր ղեկավարները ոչ մի կապ չեն ունեցել այն ազգային պայքարի հետ, որը մի քանի տարվա մեջ անիշխանության պայմաններում, ԽՍՀՄ-ի փլուզման, անկայունության պայմաններում շարքային մարդիկ իրենց կամքով, իրենց վճռականությամբ ի հեճուկս ղեկավարությունների արձանագրեցին, ցավոք մեր քաղաքական էլիտան դրա հետ ոչ մի կապ չունի եւ այսօր էլ չունի, որովհետեւ այսօր քննարկել թե երբ էր պետք հանձնվել այդ տարածքների, երբ էլ հանձնեիք տարածքների հանձնելուց 1-2 տարի հետո լինելու էր 23 թվականը լինելու էր այդ արտագաղթը, անգամ եթե միջազգային ինչ որ ճանաչում լիներ, դա ոչ մի նշանակություն չէր ունենում, մաքսիմում կարող էր մի 2-3 տարի հետաձգեր եւ վերջ, էլի։ Եվ սա պետք է բոլորը հասկանան եւ այսօրվա մեր բարդ իրավիճակը նույնպես հիմա բավականաչափ մենք ժամանակ չունենք արդեն մեկ այլ թեմայի անդրադառնալ, բայց մենք այսօր գտնվում ենք շատ ավելի ծանր վիճակում, քան հայ ժողովուրդը եւ Հայաստանի էլիտան, երբ որ պետք է որոշումներ կայացներ 90-ականների ամենասկզբին։ Շատ ավելի անհամեմատ ավելի ծանր վիճակում ենք։ Այսօր մենք ինչ լուծումներ պետք է փնտրենք Հայաստանի համար, որտեղ այսօր էլ կան հիմա տակ գլուխներ, հա, եթե այ փոխվի իշխանությունը, մենք չգիտեմ, Արցախի հարցը հիմա փակված չի։ Ես համաձայն եմ փակված չի, հայ ժողովուրդը քանի կա, հայդատի հարցը, որի մի մասը նաև Արցախի հարցն է, փակված չի, ոչ միայն Արցախին, Նախիջևանն էլ փակված չի, Արևմտյան, բայց որպեսզի դու ընդհանրապես հասկանաս, թե քեզ իրականում ինչ է սպառնում։ Այսօր շատերը երևակայում են, թե կարելի է այսպես թուրքական շրջապատը Արցախը գրավելուց հետո ներելու է մեզ, հա։ Ոչ ոք չի պատկերացնում, որ քարվաճառներ
երաշխիքը այն բանի, որ չգիտեմ, Վարդենիսում ադրբեջանական գյուղեր չեն հայտնվի։ Ադրբեջանական գյուղերի հայտնվելու հեռանկարը Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակվելու շատ ավելի քան իրատեսական է ամենամոտ ժամանակներում եւ ոչ միայն Վարդենիսում եւ ոչ միայն այդ փախստականների խնդիրը, այլ բազմաթիվ այլ հարցեր։ Սա չհասկանալ, չտեսնել, որ այս գործընթացը գնում է, նույնպես շատ լուրջ խնդիր է եւ այստեղ հարցը մենակ Նիկոլ Փաշինյանի հարցը չի, հարցը այդ ամբողջ քաղաքական էլիտայի նախ պատժելը, որովհետեւ նրանք պետքա հեռանան, հեռացվեն, որ շարունակեն այս անհեթեթ բանը։ Երկրորդ այդ նոր քաղաքական էլիտան պետք է նորմալ մտահաղորդակցություն կազմակերպի, որպեսզի ազգային լուծումներ տրվեն, այս process-ները տեղի չի ունենում եւ սա նույնպես իշխանությունների հանցանքն է։ Այսօր մենք նստած նայում ենք, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը եկեղեցին ոչնչացնում, հանուն նրա, որ վերարտադրվի, որ ցույց տա, որ ինքը ամենաուժեղ տղան է հիմա այսա եկեղեցու, նույնիսկ կաթողիկոսը չի կարող ինքնուրույն կարծիք ունենալ, չգիտեմ, այսպիսի կուզեմ, ինչ կուզեմ կանեմ, այս ուժեղ տղու կերպարի խաթեր, ինքը ինչ որ բաներ անում, բայց մեր օրակարգերը ազգային բոլորովին այլ են, որի վերաբերյալ արդեն այսօր խոսակցություն չկա, դիմադրությունը այնպիսի ճակատներում է, որտեղ ինքը արդեն հաղթած է։ Եվ այս սև ու սպիտակ խաղին հակադրել ազգային ինչ-որ միտք, այս սա է, որ մենք չենք կարողանում անենք քաղաքական ինքնակազմակերպման անբավարարության պատճառով։ Իրոք ավելի ծավալուն եւ բարդ թեմա է, մի օր կանդրադառնանք անպայման։ Եզրափակելով մեր հաղորդումը, մի այսպիսի փորձենք եզրահանգման գալ, որ իրականության մեջ Հայաստանի բոլոր 4 իշխանությունների մեծագույն մեղքը հայության առջև այն է, որ նրանք շատ լավ գիտակցել են, որ Արցախի հարցը ունի ուժային լուծում, միայն ուժային լուծում եւ երկրին ու ժողովրդին չեն պատրաստել հայանպաստ լուծումների հնարավորության։ Այսինքն նրանք խաբել են մեզ, նրանք մսխել են մեր հաղթանակը անձնական բարեկեցության կամ անձնական ինչ-ինչ ամբիցիաներ բավարարելու համար։ Այս է, չկան բոլոր 4 իշխանությունները հավասարաչափ պատասխանատվություն են կրում այն աղետալի վիճակի համար, որում մենք գտնվում ենք, եւ այս վիճակից դուրս գալու նախապայմաններից մեկը դա գիտակցելն է եւ այդ բոլոր 4-ին իրենց արբանյակներով հանդերձ նույն զամբյուղում դնելը։ Շնորհակալություն։